Բարին ընձեզ, սիրելիներ, Աստված օրհնի բոլորիդ։ Անցած անգամ խոսեցինք Սողոմոնի առակների գրքից։ Կարդացինք Սուրբ Գրիգոր Տաթևացու մեկնությունը եւ այսօր էլ ձեզ համար ձայնագրել եմ հրաշալի մի մեկնություն, որը իհարկե շատ հոգեշահ կլինի, իհարկե գնահատողի եւ լսողի համար։ Առանց երկար նախաբանների սկսենք։ Առակաց գրքի 9-րդ գլխում կարդում ենք. Իմաստությունն իր տունը շինեց և 7 սյուներ կանգնեցրեց, մորթեց իր անասունները, հանեց իր գինին և պատրաստեց իր սեղանը։ Իմաստությունն իր տունը շինելուց հետո հիրավի խրախճանք է անում, ինչպես տաճարի նավակատիքի ժամանակ։ Բայց ով է իմաստությունը։ Իմաստություն միայն Տեր Հիսուս Քրիստոսն է կոչվում։ Ըստ այնմ, թե Քրիստոս Աստծո զորությունն ու իմաստությունն է, ասում է Սուրբ Պողոս առաքյալը։ Դրա համար էլ այստեղ Քրիստոսի մասին խոսվում է, իմաստությունը շինեց իր տունը։ Նախ նրա տունը երկինքն է ասվում է, որը լի է վայելչությամբ։ Թե պետքարոտ չէ տեղի, որովհետև լցնում է երկինքն ու երկիրը, նրա սեփական բնակությունը պետք է երկինքը հասկանալ։ Ըստ այնմ, երկինքը իմաթոռն է, ինչպես գրված է Եսայու մարգարեության մեջ, եւ ասում ենք. Հայր մեր, որ երկնքում ես։ Իսկ 7 սյուն ասելով նկատի ունի իմանալի էակների դասակարգությունը, ինչպես գրված է Եփեսացիների թղթում, քանզի Աստծո կամքը հանգչում է նրանց մեջ։ Սիրելիներ, քանի որ շատերիդ համար բարդ կլինի հասկանալ այն խոսքերը, որոնք որ գրված են մեկնության մեջ, այդ պատճառով որոշ բաներ պիտի բաց թողնեմ եւ կարդամ այն ամենը, ինչը հասկանալի կլինի բոլորիդ։ Նորից հիշեցնեմ, գրված է. իմաստությունը իր տունը շինեց եւ 7 սյուներ կանգնեցրեց։ Տուն կոչվում է յուրաքանչյուր ոք, ով պահում է նրա պատվիրանները, այսինքն Աստծո, որովհետեւ գրված է. Եթե մեկը իմ պատվիրանները պահի, ես եւ հայրը նրա մոտ կգանք եւ նրա մոտ կոթևանենք։ Եվ սյունը նրա մեջ հանապազորյա աղոթքն է ըստ մարգարեի. Օրվա մեջ 7 անգամ կօրհնեմ քեզ։ Սաղմոս 118-րդ։ Տուն է կոչվում ընդհանրապես եկեղեցին, որը շինեց որպես իրեն մարմին, անճար խորհրդով միավորելով ընկածին ու կործանվածին, ինչպես ասաց Պետրոսին. Դու ես վեմ, եւ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին։ Մատթեոսի ավետարան 16-րդ գլուխ։ Եվ թե կենթանի Աստծո տաճար եք դուք, եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Կորինթացիներին ուղված առաջին թուղթ 3-րդ գլուխ։ Եվ 7 սյուները 7 դասերն են, որ կան եկեղեցում, այսինքն առաքյալների, մարգարեների, վարդապետների, զորություն գործողների, որոնց Աստված է շնորհում բժշկություն հոգևորներին օգնելու համար, կառավարիչների, զանազան լեզուներ խոսողների եւ թարգմանողների, որոնց թվարկում է առաքյալը, որոնք եկեղեցու սյուներն են եւ հավատի հաստատությունը։ Տուն դարձրեց արժանավոր սուրբերին իր բնակության համար, ըստ այնմ, ես ում մեջ հանգչեմ, եթե ոչ հեզերի եւ խոնարհների եւ այլն, ինչպես գրված է Եսայու մարգարեության գրքում, կամ թե կբնակվեմ նրանց մեջ եւ կքայլեմ նրանց հետ։ Եվ սյուներ է ասում հոգու 7 նարդյան շնորհները ըստ Եսայու մարգարեի, հոգի իմաստության եւ հանճարի եւ խորհրդի եւ զորության եւ գիտության եւ աստվածպաշտության եւ երկյուղի, քանզի ոմանց իմաստացնում է Աստծո գիտության մեջ, ուրիշներին տալիս է բանականություն արհամարելու կենցաղի գայթակղությունները, իսկ խոհական միտք ունեցողներին վերինն է խորհել տալիս, նաև զորացնում է ստորինների դեմ կռվելու եւ նրանց արհամարելու համար։ Մի փոքրիկ բացատրություն։ Ստորիններ ի նկատի ունի դևերին ըստ քրիստոնեական վարդապետության, երբ հրեշտակների մի դասը սատանային հետևելով ապստամբեց Աստծո դեմ, նրանք դուրս նետվեցին երկնքից եւ ընկան ներքև երկիր, որի պատճառով նրանց կոչում ենք ստորիններ։ Շարունակենք։ Հայտնում է Սուրբ Գրքի խոսքերի եւ քարոզությունների գիտությունը, եւ սրանով հորդորում է աշակերտողներին դեպի աստվածպաշտություն, որից հետո նրանց մտքում հաստատվում է Աստծո երկյուղը։ Մեր կողմից նշենք, որ շատ օգտակար է կարդալ սրբերի մեկնությունները եւ նրանց վարքը։ Նրանք, ովքեր կարդացել են,
հաստատ համոզվել են, որ չափազանց հոգեշահ է։ Շարունակենք։ Տուն է կոչվում նաև իր մարմինը, որ բեղնավորվելով ամենասուրբ կույս Աստվածածնի արյունից խառնեց իրեն եւ միավորեց նրան ոչ հաճությամբ, այլ բնությամբ, որին ինքը տաճար է կոչում։ Քանդեցեք այս տաճարը եւ 3 օրում կվերականգնեմ։ Ավետարան ըստ Հովանեսի։ Եվ այդ պատճառով տուն եւ տաճար է կոչվում, որպեսզի հայտնի դարձնի, որ ոչ թե մարդու ինչ որ միջամտությամբ է փրկչական ծնունդը, այլ Սուրբ Հոգուց, ինչը Եսային կնքված գիր է անվանում, իսկ Դանիելը ժայռ, որին ձեռք չի դիպել, իսկ 7 սյուներ հոգու 7 զորություններն է ասում, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս առավ իր մարմնի մեջ ըստ տնօրինության խորհրդի եւ մեզ իր անդամների վրա հեղեց, ինքը մեր գլուխը լինելով ըստ առաքյալի, որ ասում է թե Քրիստոս եկեղեցու գլուխն է։ Տուն է կոչվում նաև Աստվածընկալ խաչը, որին Տերը հաճեց Սիոնի, այսինքն խաչի դիտանոցի հետ միասին եւ նախընտրեց բնակվել նրա մեջ եւ այլն։ Սիրելիներ, 7 սյուներ կարող ենք համարել նաև եկեղեցու 7 սուրբ խորհուրդները։ Եվ նորից մորթեց իր անասունները, հանեց իր գինին եւ պատրաստեց իր սեղանը, գրված է առակած գրքում։ Նախ դրախտի վայելչությունը անմահական ճոխությամբ դրեց մարդու առաջ, որպես մորթվելիք անասուն եւ ուրախարար գինու խառնարան բոլորի տան աշխարհի համար։ Երկրորդ, դրախտից արտաքսելուց հետո էլ տվեց ամեն տեսակ բարիքներ եւ երկնքից եւ երկրից։ Երրորդ, Իսրայելի ազգին, որին անապատում պարգևեց մանանան եւ երկիրը եւ այլն։ Չորրորդ, քանզի Ղևիի ցեղին տվեց խորանի նվերները եւ մորթվածներից եւ գինուց, եւ ինչը Սողոմոնի տաճարում եւ Զորաբաբելի միջոցով օրինակ տրվեց։ 5-րդ, մտքի մեկնությամբ Տեր Հիսուս Քրիստոսն է Հոր Աստծո իմաստությունը, մորթեց իր անասունները, այսինքն օրենքը փրկչի գալստյան նմանությունը եւ կերպարանքն էին, քանի որ եթե զոհը չմորթվի, սեղանի վրա չի լինի։ Նմանապես, եթե ճշմարտությունը չծագեր, օրենքի խորհուրդը ոչ ուտելի եւ ոչ էլ տեսանելի կլիներ, քանի որ օրենքի վախճանը Տեր Հիսուս Քրիստոսն է, ինչպես որ գրված է Հռոմեացիներին ուղված թղթում։ Իսկ խառնեց, պատրաստեց, այսինքն մարդկային բնությունը խառնելով միացրեց իր աստվածությանը, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, իր հայտնության տյառն ճառի մեջ գրելով գոհություն նոր խառնմանը եւ սքանչելի խառնուրդին։ Սիրելիներ, հարկավոր է այս խոսքերը ճիշտ հասկանալ, որովհետեւ չի նշանակում, թե մարդկայինը խառնվելով աստվածայինին կորավ կամ ընդհակառակը աստվածայինը փոփոխման ենթարկվեց։ Այս խոսքերը հարկավոր է հասկանալ այսպես. ոչ թե խառնվեցին եւ անճանաչելի դարձան, այլ անճարելի ձևով Աստված մարդկային բնությունը միացրեց աստվածային բնությանը եւ այսպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը Աստվածամարդ է։ Շարունակենք։ 6-րդ, մորթեց իր զոհը, այսինքն երբ իր մարմինը բաշխեց վերնատանը իր աշակերտներին, ըստ այնմ թե խառնեց արյունը եւ տվեց ճաշակելու մարմնի հետ միասին, ըստ այնմ որ գրված է. քո կենարար մարմինը խառնելով տվիր բաժակով, քանի որ հին օրենքում միայն մարմինն էին ուտում, եւ ինքն ասում է. այսօր նոր ուխտ է իմ արյունով։ Այս է խառնումը, որովհետև ճշմարտությունը միացրեց օրինակին եւ ավետարանը օրենքին։ 7-րդ, մորթեց անասունները, այսինքն նրանց ելից զատկի 1 տարեկան ոչխարը։ Նույն զատկին բոլորի փրկության համար ինքը մորթվեց, որպես պատարագ հոր, պարարտ ես, ինչպես որ գրված է, եւ անարատ գառ, որ վերցրեց աշխարհի մեղքերը, ըստ Մարգարեի։ Իսկ խառնարանն այն է, որ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ եւ զմայլեցրեց առաքյալներին Սուրբ Վերնատանը, ըստ այնմ նրանք պիտի հագենան քո տան լիությունից եւ նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից։ 8-րդ, ինչպես որ անասունները եւ կերակուրը ուրախություն են մարմնի համար, նույնպես եւ երրորդության գիտությունը եւ ճշմարիտ հավատքը ուրախություն է հոգու համար, ըստ այնմ լցվեց երկիրը Աստծո գիտությամբ, նման առատ ջրերի, որոնք ծածկում են ծովերը,
Եսայու մարգարեություն, որովև փարատվեց անգիտության խավարը եւ ծովացյալ մեղքերը։ Իսկ խառնած գինին ուրախությունն է հրեշտակների եւ մարդկանց, հրեաների եւ հեթանոսների, հոգիների եւ մարմինների, մեռելների եւ կենդանիների, արդարների եւ մեղավորների համար։ Կեսին խմբարան, իսկ մյուսներին խավարան։ Այստեղ խավարան բառը ունի այն իմաստը, որ տրվում է կաթոլիկ եկեղեցու վարդապետության մեջ, որպես մի տեղ, որտեղ մեռած մարդկանց հոգիները առժամանակ խավում են իրենց մեղքերը։ Օղափառ եկեղեցին ունի այդպիսի վարդապետություն։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ի նկատի ունի եկեղեցին եւ ապաշխարությունը, որի միջոցով այս կյանքում մեղավորները խավում են իրենց մեղքերը։ Շարունակենք։ 9. Զոհ են նրանք, ովքեր Քրիստոսից հետո իրենց անուշահոտ պատարագ մատուցեցին, իսկ խառնելիներ, ինչպես վկաները իրենց արյունը անխառնելիորեն խառնեցին Տիրոջ փրկագործ արյանը։ 10. Մեզանից յուրաքանչյուրը լինում է Աստծո զոհ եւ պատարագ ըստ այնմ, թե քեզ համար ենք մեռնում ամեն օր, եւ թե Աստծո զոհը խոնար հոգին է եւ սուրբ սիրտն է, ինչպես գրված է Սաղմոսներում։ Եվ անապական գինով խառնվում եւ միանում ենք Քրիստոսի սիրուն, ըստ այնմ, թե իմ սիրո մեջ հաստատուն մնացեք եւ ես նույն սիրով ձեր մեջ, ինչպես գրված է Սուրբ Ավետարանում։ Ասում է, թե պատրաստեց իր սեղանը, որովհետև սեղանի վրա են դրվում բոլոր կերակուրները։ Նախ դրախտն ենք ընդունում որպես պատրաստված սեղան զանազան պտուղներով։ Երկրորդ, դրախտից հետո երկիրը իր բոլոր բարիքներով։ Երրորդ, Իսրայելի սեղանը անապատում։ Չորրորդ, Խորանի եւ Տաճարի սեղանները հայտնի են։ Հինգերորդ, Խորհրդի սեղանը վերնատանը, որովհետև նրա վրա պատրաստվեց Տիրոջ մարմնի եւ արյան վայելումը, ըստ այնմ, թե ով ուտի մարմինը եւ խմի մարյունը, հավիտյան մահ չի տեսնի։ 6. Ճշմարիտ սեղան է փրկչական խաչը, որի վրա դրվեց պատարագի գառը, որ վերցնում է աշխարհի մեղքերը։ 7. Երկնավոր սեղանը ըստ այնմ, թե կուտեք եւ կխմեք սեղանից իմ հոր արքայության մեջ։ 8. Հոգևոր սեղան է տերունական տոների ներբողները եւ ճառերը, որով մեր մայրը Սուրբ եկեղեցին ուրախացնում է հավատացյալների խմբերը, քանզի ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ Աստծո ամեն խոսքով, ինչպես գրված է Սուրբ Ավետարանում։ 9. Մեր մարմինն ու հոգին է Աստծո սեղանը, որով ընծայում ենք աղոթքներ եւ այլն, ըստ այնմ, թե իմ սիրտը եւ իմ մարմինը քո սեղանն է, ով Տեր զորությունների, ինչպես որ գրված է Սաղմոսում։ 10. Վեցանկյունի նորակերտ սեղանը բարձրացած բեմի վրա, որպես օրինակ Հիսուս Փրկչին, որի մոտ այսօր հավաքված ենք տոնախմբության տաճարում։ Առակների գրքում կարդում ենք. ուղարկեց իր ծառաներին կանչելու բարձր ձայնով իր հացկերույթին եւ ասաց. ով անզգամ է թող գա ինձ մոտ, իսկ պակասամիտներին ասաց. եկեք կերեք իմ հացից եւ խմեք իմ գինուց, որ հանեցի ձեզ համար։ Ում առաքեց Տերը։ Առաքեց իր Մովսես եւ Ահարոն ծառաներին կանչելու Իսրայելին դեպի անապատի եւ ավետյաց երկրի բարի խառնարանը բարձր բասկով եւ հզոր ձեռքով։ Սիոնի բոլոր բարձրաքարոզ մարգարեները հրավիրեցին Իսրայելին, հեթանոսներին եւ ամբողջ տիեզերքը անհաս խորհուրդների խրախճանքին։ Հովանես Կարապետը, որ պատրաստեց փրկության ճանապարհը դեպի Քրիստոս, ըստ այնմ, թե ես անապատում կանչողի ձայնն եմ եւ այլն։ Ծննդյան, խաչելության, հարության եւ տնօրինության այլ խորհուրդներից հետո ուղարկեց իր ծառաներին, առաքյալներին, հավատով կանչելու տիեզերքը խաչի խառնարանին, ըստ այնմ, թե գնացեք, մկրտեցեք բոլոր հեթանոսներին եւ այլն, բարձրաձայն քարոզությամբ, նշաններով եւ զորությամբ։ Հայրապետների ժողովների մասին է ասում, որոնք կանչում են դեպի ուղղափառության ճշմարիտ խառնարանը տիեզերալուր ավետիսով։ Եկեղեցու վարդապետներն են սրանք, որոնք մարդկանց սովորեցնում են հեռու մնալ աշխարհային գայթակղություններից եւ երկնային բաները իմաստասիրել հավատով եւ սրբության գործերով, բարձրաձայն քարոզությամբ կատարելով եւ ուսուցանելով ըստ Տիրոջ խոսքի։
Եկեղեցու քահանաներն են սրանք, ովքեր մարդկանց հորդորում են եւ Աստծո որդիներ դարձնում, սրբում եւ լուսավորում են եկեղեցու 7 խորհուրդներով, բարձրաձայն քարոզությամբ, այսինքն անախտ վարքով։ 9-րդ բարեպաշտ թագավորները, ինչպես Կոստանդիանոսը, Տրթատը եւ այլ ուրիշները, որոնք արքայական հրամանի բարձրաձայն քարոզությամբ աշխարհը կռապաշտության խավարից դարձրեցին աստվածգիտության լույսին։ Իր գալստյան ժամանակ իր ծառաներին, այսինքն հրեշտակներին կառաքի եւ նրանք ընտրյալներին կհավաքեն 4 կողմերից բերելու անմահ Փեսայի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարսանիքի ուրախությանը, ինչպես գրված է Սուրբ Ավետարանում։ Դրա համար է, որ գրված է. «Ով որ անզգամ է, թող գա ինձ մոտ», այսինքն հեթանոսներին, որոնք կռապաշտությամբ մոլորվեցին եւ մեղքերի զանազան ախտերով տգիտացան անասունների օրենքի համաձայն, իրենց անձերը լույսի փոխարեն դեպի արարածները շրջերով, ինչպես որ գրված է. անմտությամբ խավարեցին նրանց սրտերը։ Այդպիսիներին կանչեց վերոհիշյալ ծառաների միջոցով, իսկ պակասամիտներին ասաց. եկեք կերեք իմ հացից եւ խմեցեք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար։ Պակասամիտ է հրեա ազգը, որը պակասեց արդարության օրենքից, եւ հայտնի է, որ հրեաներին ինքը կանչեց, իսկ հեթանոսներին առաքյալների միջոցով։ Ահա այսպիսի հոգեշահ ընթերցանություն ունեցանք, սիրելիներ, Աստված օրհնի բոլորիդ։ Հուսով եմ, որ իսկապես ուշադիր լսեցիք, հույս ունեմ, որ բացի լսելը նաև կհիշեք, կարող եք բացել առակած գիրքը, ընթերցել, հետո մտածել այս ամենի մասին, իսկ մենք ընթացքում տարբեր մեկնություններ կտեղադրենք մեր էջում, որպեսզի հեշտ լինի Սուրբ Գիրքը կարդալ եւ յուրացնել, որովհետեւ քրիստոնյան առանց Սուրբ Գրքի չի կարող քրիստոնյա լինել։ Քրիստոնյայի համար Սուրբ Գիրքը կյանքի գիրք է, կենարար մի գիրք է, որով Աստված խոսում է մեզ հետ։ Բայց քանի որ մենք թաթախված ենք տարբեր մեղքերի մեջ, քանի որ հեռու ենք այն սրբակենցաղ կյանքից, որով ապրեցին մեր հայրերը, մեր միտքն էլ փակ է։ Հաճախ շատ պարզ բաներն անգամ մեզ համար անհասկանալի է։ Դրա համար դիմում ենք մեր սուրբ հայրերի մեկնություններին։ Սա էլ խոնարհության մի նշան է։ Սա էլ սիրո մի նշան է, որ ես իմ անձը խոնարհեցնում եմ եւ խորհուրդ եմ հարցնում։ Եվ դիմում եմ սուրբ հայրերի աշխատանքներին, որովհետև մտածում եմ, որ նրանք ինձանից ավելի լավ գիտեին Սուրբ Գիրքը։ Նրանք Սուրբ Հոգու 7 նարբյան շնորհների բնակարան եւ տաճար էին։ Ուրեմն ինչու ես իմ սխալ կարծիքով մեկնեմ Սուրբ Գիրքը, եթե կարելի է բացել հայրերի գրքերը, կարդալ, հասկանալ եւ իհարկե նաեւ ուրախանալ, որովհետև նրանց աշխատանքները մեզ ուրախացնում են։ Սուրբ հայրերի մեկնությունները, խոսքերը երբեք մարդկանց քարակուսիների մեջ չեն դնում, ընդհակառակը մարդկանց ազատագրում են, քանզի նրանց խոսքը նույն Սուրբ Գրքի կենարար խոսքն է, կյանք պարգևող խոսքն է, ուղղակի արդեն մեկնած եւ ավելի պարզ մատուցել են մեզ։ Սակայն պիտի իմանանք, որ կան հայրաբանական աշխատանքներ, որոնք աշխարհականների համար չեն, այլ վանականների, հոգևորականների, եկեղեցու սպասավորների եւ ամեն գիրք չէ, որ աշխարհականը պիտի վերցնի եւ կարդա, այլ միայն այն, ինչ աշխարհականների համար է գրված, ինչը հոգևոր կյանքի համար է գրված, որպեսզի ոչ թե վնասվի, այլ օգուտ քաղի եւ հոգևոր կյանքում առաջադիմի։ Սուրբ հայրերի ժառանգությունը կարծես մի դրախտային պարտեզ լինի, որտեղ կան շատ անուշահոտ ծաղիկներ, այսինքն մեկնություններ Սուրբ գրային։ Եվ երբ մտնեք այդ պարտեզը, երբ զգաք այդ դրախտային բուրմունքը, այլևս երբեք չեք ուզենա դուրս գալ այդ տեղից։ Սեր, խաղաղություն եւ աստվածային շնորհ բոլորիս։ Կարդացեք Սուրբ Գիրքը, կարդացեք հայրերի մեկնությունները, անպայման կարդացեք մեր սրբուհիների, մեր սրբերի վարքերը։ Դա պիտի լինի քրիստոնյայի կյանքի անբաժան մի մասը։ Մենք պարտավոր ենք սիրով ընթերցել նրանց կյանքի մասին եւ հավատացած եղեք, որ երբեք չեք փոշմանի։ Փառք ամենասուրբ երրորդությանը։